Ըստ խնդրի, առաջին պարկում կար 6 անգամ քիչ շաքարավազ, քան երկրորդում։ Երբ երկրորդ պարկից 44 կգ շաքարավազ տեղափոխեցին առաջինի մեջ, երկրորդ պարկում շաքարավազի քանակը դարձավ 3 անգամ քիչ ողջ շաքարավազի քանակից։ Երկու պարկերում միասին եղածից, այսինքն պահանջվում է գտնել սկզբում քանի կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։ Ահա, այս խնդիրը մենք կլուծենք երկու եղանակով։ Առաջին եղանակը կլինի 5-րդ դասարանցիների համար մասերով լուծում, իսկ երկրորդ եղանակը արդեն փոփոխական կօգտագործենք, այսինքն x կլինի։ Դա արդեն 6-երի համար, բայց երկու լուծումներն էլ խորհուրդ կտամ նայել, որովհետև մեկը պատկերավոր ներկայացնում է, իսկ մյուսը գեղեցիկ ձևով լուծում է ամեն ինչ։ Հիմա նշենք այստեղ առաջին եղանակ եւ սկսենք մեր լուծումը։ Ինչ գիտենք, առաջին պարկում կար 6 անգամ քիչ շաքարավազ, քան երկրորդում, այսինքն եթե մենք ի սկզբանե փորձենք պատկերել առաջին եւ երկրորդ պարկերի շաքարավազների քանակները մասերով։ Ահա, առաջին պարկում 6 անգամ քիչ շաքարավազ էր, քան երկրորդում, ինչը նշանակում է, որ երկրորդում ուղղակի 6 անգամ շատ է։ Այսինքն, եթե մենք վերցնենք եւ մի այսպիսի հատվածով պատկերենք առաջին պարկի շաքարավազի քանակը, ապա դրանից 6 հատ, 6 անգամ շատ, այսինքն 6 այդպիսի հատված պետք է լինի երկրորդ պարկի շաքարավազը, եթե հատվածներով ներկայացնենք ամեն ինչ։ Ահա։ Շատ լավ, ինչու եւ պատկերված է, սա սկզբնական շաքարավազների քանակներն է։ Հիմա սրանք կիլոգրամներ են։ Ահա, երկրորդ պարկից 44 կգ շաքարավազ տեղափոխում ենք առաջինի մեջ։ Վերցնում ենք այստեղից 44 կգ տեղափոխում առաջինի մեջ։ Այսինքն այստեղ ինչ որ քայլ ենք անում, մեզ մոտ հանում ենք 44 կգ, իսկ վերևում գումարում ենք 44 կգ։ Եվ դրա արդյունքում մեզ մոտ ինչ է ստացվում։ Երկրորդ պարկում շաքարավազի քանակը դառնում է 3 անգամ քիչ ողջ շաքարավազի քանակից։ Սա երկրորդ պարկում շաքարավազի քանակն էր, ու նա դառնում է 3 անգամ քիչ ողջ շաքարավազի քանակից, իսկ ողջ շաքարավազի քանակը այս 7 հատվածները իրար հետ են։ Շատ լավ։ Եվ եկեք հիմա ոչ թե վերցնենք եւ կտրենք 44-ը կամ ավելացնենք, այլ երկրորդ կտորից սկսենք, այսինքն դիտարկենք այն պահը, երբ արդեն տեղափոխել ենք, ու մեզ մոտ ստացվել է, որ երկրորդ պարկի շաքարավազը 3 անգամ քիչ է ընդհանուրից։ Եկեք ընդհանուր շաքարավազների քանակը նախ պատկերենք։ Ընդհանուր կա, ահա, դե մի հատված սա եւ 6-ն էլ այս հատվածները, այսինքն 7 հատված ենք ունենալու այստեղ։ Ահա, ընդհանուր այսքան շաքարավազ կա, եւ այս շաքարավազից 3 անգամ քիչ է արդյունքում ստացվում երկրորդ պարկի շաքարավազի քանակը։ Դրա համար առաջարկում եմ վերցնենք ընդհանուրը եւ բաժանենք 3 հավասար մասի։ Դե քանի որ այսպիսի իրավիճակները մենք չգիտենք, այստեղից է պետք կիսել, այստեղից է պետք կիսել, նախընտրում ենք վերցնել եւ յուրաքանչյուր հատված բաժանել 3 հավասար մասի եւ այդպես բաժանումները կատարել։ Այսինքն, եթե մենք այս հատվածներից յուրաքանչյուրը վերցնենք եւ 3 հավասար մասի բաժանենք, ահա, այսպես, եւ վերևում նույնպես այդ բաժանումները կատարենք, որպեսզի հատվածները մնան նույն չափի։ Ահա, այստեղ ենք բաժանում, այստեղ ենք կատարում մեր բաժանումները։ Շատ լավ։ Հիմա ընդհանուրը ստացվեց, եթե ունեինք 7 հատված, յուրաքանչյուրը 3 մասի ենք բաժանել, այստեղ կլինի 21 հատված, 21 մաս եկեք գրենք։ Ստացվեց, որ ընդհանուր շաքարավազների քանակը կիլոգրամով 21 այսպիսի հատված է, եւ դրանից 3 անգամ քիչ արդյունքում մեզ մոտ երկրորդ պարկում է լինում։ Դե 21 հատվածից, այսպիսի 21 մասից 3 անգամ քիչ է, ինչքան է կազմում։ Դե 21 հատվածները պետք է բաժանենք 3 հավասար կտորի, այսինքն 7 հատված է արդյունքում կազմում երկրորդ պարկի զանգվածը։ Շատ լավ։ Երկրորդ պարկից 44 կիլոգրամ։ Ինչ են անում մեզ մոտ,
տեղափոխելուց հետո կմնա ողջ շաքարավազի 1/3 մասը։ Դե 1/3 մասն էլ մեզ մոտ 21-ը բաժանած 3-ի, կամ կարելի ասել ուղղակի 21 անգամ 1/3 հավասար 7 հատվածը։ Ահա, և հիմա արդեն դա պատկերենք, այսինքն 7 այդպիսի հատված մեզ մոտ կլինի շաքարավազի զանգվածը երկրորդ պարկում, երբ մենք 44 կիլոգրամ տեղափոխում ենք առաջինի մեջ։ Ահա, այստեղ հիմա մենք ունենք 7 հատված, և արդեն մենք կարող ենք փորձել մեր հավասարությունը կառուցել, որովհետև մենք գիտենք, որ սկզբնական է։ Ահա այս զանգվածից, շաքարավազի զանգվածից անել ենք 44 կիլոգրամ, այսինքն եթե հանել ենք, արդյունքին ավելացնենք 44 կիլոգրամ, պետք է ստանանք սկզբնականը։ Շատ լավ, կրկին ուշադրություն դարձնենք ինչ արեցինք, մենք վերջինք և ընդհանուրը բաժանեցինք 3 հավասար մասի, դրա համար մեզ հատվածներից յուրաքանչյուրն էր պետք բաժանել, ու դրանից հետո ասեցինք, թե եթե ընդհանուրի 1/3 մասն է կազմելու 44 կիլոգրամ տեղափոխելուց հետո, հետևաբար այսքանն է լինելու։ Վերհիշենք մինչև այդ տեղափոխելը ինչքան էր, այսքան էր, ու գիտենք, որ 44 կիլոգրամ ենք տեղափոխել, հետևաբար արդյունքում եղածին եթե ավելացնենք 44 կիլոգրամ, ապա կստանանք հենց սկզբնական շաքարավազի զանգվածը երկրորդ պարկում։ Եվ հիմա արդեն մենք ունենք հավասար հատվածներ և դրանցից կարող ենք կտրել ու հանել հավասար կտորներ։ Ահա այս կտորը կտրենք ու արդյունքում ինչ կլինի, դե այստեղ մեզ մոտ 7 հատված էր, իսկ մինչ այդ մենք ունեինք, քանի որ այստեղ սկզբնականը 6 հատված էր, յուրաքանչյուրի 3 մասի 18 էր։ Սա մեզ մոտ 7 է, սա մեզ մոտ 7 է, այս կտորում 11 հատված ունենք։ Ստացվում է, որ 11 այսպիսի հատվածի զանգվածը, ինքն 11 այսպիսի հատվածը 44 կիլոգրամ է ներկայացնում, որտեղից էլ կարող ենք ասել, որ մի այդպիսի հատվածը ցույց է տալիս 4 կիլոգրամ։ Շատ լավ, ու այստեղ ինչ է ստացվում, առաջին պարկում մենք ունենք 3 այդպիսի հատված, այսինքն 3 անգամ 4, 12 կիլոգրամ, եկեք ներքևում գրենք։ Առաջին պարկում կլինի 3 անգամ 4, հավասար 12 կիլոգրամ, իսկ երկրորդ պարկում, քանի որ 6 մեծ հատված էր, յուրաքանչյուրի 3, վերհիշեցինք, որ 18 է, կամ ուղղակի այստեղից 18 կարող ենք գտնել, կլինի 18 անգամ 4, հավասար 72 կիլոգրամ։ Եվ սա արդեն մեր պատասխաններն են այս խնդրի, որովհետև մեզնից պահանջվում էր գտնել սկզբում յուրաքանչյուր պարկի զանգվածը։ Շատ լավ, առաջարկում եմ երկրորդ եղանակով նույնպես լուծենք ու հետո և կկապենք երկու եղանակի լուծումները իրար հետ և ընդհանուր ամփոփում կկատարենք։ Հիմա, դե տեսեք, մենք այստեղ իհարկե փոփոխականներ ենք ներմուծել, այսինքն առաջին եղանակում մենք հատվածն էինք ասում, որ մեր անհայտ մեծությունն է։ Հիմա մեզ մոտ այդ անհայտը կլինի x-ը։ Առաջին պարկի զանգվածը թող լինի x կիլոգրամ։ Ակնհայտ է, որ երկրորդ պարկի զանգվածը շաքարավազի կլինի 6 անգամ շատ, այսինքն 6 անգամ x կիլոգրամ։ Հիմա ինչ գիտենք, որ 6x-ից մենք հանում ենք 42 կիլոգրամ։ Կներեք 44 կիլոգրամ։ Եվ ստացվում է այս է արդյունքը։ Եվ տեղափոխում ենք առաջին պարկ, այնտեղ լինում է x գումարած 44 կիլոգրամ։ Ընդհանուրը գիտենք, որ 7x կիլոգրամ է։ Եվ ինչ է մեզ մոտ արդյունքում ստացվում, որ սա ընդհանուրից 3 անգամ քիչ է, ինչը նշանակում է, որ եթե մենք սա բազմապատկենք 3-ով, կստանանք ընդհանուր զանգվածը։ Եվ քանի որ 6x հանած 44-ը 3 անգամ քիչ է ընդհանուրից, ապա այն 3-ով բազմապատկելու դեպքում մենք կստանանք ընդհանուրը։
անգամ 3-ը մեզ մոտ պետք է լինի 7։ Դե իսկ հիմա ուղղակի պետք է այս հավասարումը լուծել։ Կօգտագործենք բաշխական օրենքը եւ կբացենք փակագծերը, կստացվի 18x-ից հանած։ Եկեք 44 անգամ 3 թողնենք, ուղղակի կրճատումներ կանենք։ 7x հավասար է նշանի 2 մասից հանենք 7x եւ միաժամանակ գումարենք 44 անգամ 3։ Դրա արդյունքում կստանանք, որ 11x-ը այստեղ 7x չի մնա, իսկ այստեղ 18x-ից հանած 7x հավասար է, դա ուղղակի այստեղ 44 անգամ 3-ը կանհետանա, իսկ այստեղ կունենանք 44 անգամ 3, որտեղից էլ x-ը հավասար է 44 անգամ 3-ը բաժանած 11-ի, կրճատում ենք ուղղակի կատարում, 4 անգամ 3 հավասար 12։ Իսկ դա 6x-ն էլ իր հերթին կլինի 6 անգամ 12 հավասար 72 կիլոգրամ։ Եվ տեսեք, երկու եղանակով էլ մենք նույն պատասխանը ստացանք։ Հիմա եկեք ամփոփենք այս երկու լուծումները եւ ավելի ուշադիր լինենք, թե ինչ արեցինք այստեղ։ Առաջին եղանակը հատվածներով ամեն ինչ պատկերացինք, սկզբում պատկերացինք առաջին պարկի զանգվածը մի հատվածով եւ դրանից ստացանք, որ երկրորդ պարկի զանգվածը 6 այդպիսի հատված պետք է լինի, ու հետո այստեղ մենք ունենք, որ երկրորդ պարկից 44 կիլոգրամ հանում ենք, առաջինին ավելացնում ենք։ Սակայն նախընտրեցինք այդ գործողությունը մի պահ չանել, դեռ թողնել, այսինքն մտապահել, որ այսպիսի գործողություն մենք անելու ենք, բայց ոչ մի արդյունք չտալ դրան։ Հիմա երկրորդ կտորում այդ տեղափոխումից հետո մեզ ասում էին, որ երկրորդ պարկում շաքարավազի քանակը դառնում է սկզբնականից 3 անգամ քիչ։ Այսինքն, եթե ընդհանուրը վերհիշենք, որ այս երկու պարկերի զանգվածների քանակն է եւ մեր դեպքում 7 հատված էր ստացվում, որովհետեւ մի հատված սա էր 6-ը սա ամենասկզբում, ապա կարող ենք պատկերել, որ ընդհանուրը մեզ մոտ 7 հատված է եւ ընդհանուրի 3 անգամ քիչ էր ստացվում։ Այսինքն ընդհանուրը եթե բաժանենք 3 մասի, մենք կստանայինք երկրորդ պարկի զանգվածը 44 կիլոգրամ տեղափոխելուց հետո։ Այսինքն մենք ոչ թե մեր սկզբնական ունեցածից վերցրինք եւ կտրեցինք հանեցինք 44, այլ ընդհանուրը 3 հավասար մասի բաժանեցինք, ստացանք այդ 44 կիլոգրամ կտրածը ու այնուհետև դրան 44 կիլոգրամ ավելացնելով ստացանք մեր սկզբնական երկրորդ պարկի զանգվածը։ Հենց այդ հերթականությամբ կատարեցին գործողությունները։ Եվ դե 7 հավասար հատվածների ինչպես կարելի է բաժանել 3 հավասար կտորի, իհարկե դա ուղղակի չենք կարող անել, դրա համար պետք է վերցնել հատվածներից յուրաքանչյուրը 3 մասի բաժանել հավասար, որպեսզի խմբավորումը կատարենք։ Դե վերցրինք եւ այդ հատվածներից յուրաքանչյուրը բաժանեցինք 3 մասի, արդյունքում 21 մաս մեզ մոտ ստացվեց ու արդեն այդ 21 հատվածի 1/3 մասն էր, որովհետեւ 3 անգամ քիչ էր 7 հատվածն է։ Ստացվեց, որ 44 կիլոգրամ տեղափոխելուց հետո երկրորդ պարկի զանգվածը 7 այսպիսի հատվածներով կարելի է նկարագրել ու դրան եթե ավելացնենք 44 կիլոգրամ սկզբնականը կստանանք։ Եվ այստեղ բաժանումներ անելուց հետո ակնհայտ է, որ վերևում նույնպես պետք է բաժանումներ անենք, որպեսզի հավասարություն ստանանք։ Ու ստացվեց 7 հատված գումարած 44-ը հավասար է 18 հատվածի, որտեղից ստացանք, որ մի հատվածը 4 կիլոգրամ է նկարագրում ու արդեն հիշելով, թե վերևում յուրաքանչյուրը քանի հատված էր, ստացանք յուրաքանչյուր պարկի զանգվածը։ Իսկ արդեն երկրորդ եղանակում մենք այս 44-ը հենց հանեցինք ամենասկզբում։ Ինքն այստեղ մենք ինչ-որ հատվածներ կտրելու խնդիր չունեինք, դրա համար ուղղակի հանեցինք եւ բաշխական օրենք կիրառեցինք մնացածի վրա։ Կրկին նույն ձև փոփոխականներ ներմուծեցինք, հանում գումարումը կատարեցինք, ընդհանուրը ստացանք։ Օգտագործեցինք, որ սա ընդհանուրից 3 անգամ քիչ է ու այս դեպքում ուղղակի մենք հանում կատարեցինք ու բազմապատկեցինք 3-ով։ Այսինքն տեսեք, այստեղ մենք հակառակ կողմից եկանք։ Ընդհանուրը բաժանեցինք 3-ի, ավելացրինք 44։ Իսկ այստեղ հանեցինք 44-ը եւ բազմապատկեցինք 3-ով, ստացանք ընդհանուրը։ Այսինքն, եթե առաջին եղանակում մենք ընդհանուրից հետ եկանք մեր երկրորդ պարկի զանգվածին, այս եղանակում մենք մեր երկրորդ պարկի զանգվածից գնացինք ընդհանուրին եւ դրանից հետո հավասարումը լուծելով ուղղակի ստացանք յուրաքանչյուրի զանգվածը։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։